Պարոն փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, առաջարկում ենք փոփոխություններ իրականացնել կառավարության 2020 թվականի 284N որոշման մեջ, որով կարգավորվում են լիազոր մարմին կենսաթոշակառու հարաբերությունները, միասնական սոցիալական ծառայություն և կենսաթոշակառու փոփոխությունների նպատակը ապրիլի 1-ից կանխիկից անկանխիկի անցման այդ process-ը սահուն իրականացնելն է և որոշակի, ես անցյալ նիստին էլ ասեցի, որ որոշակի նոր ըստ էության process-ներ ենք ներդնում, որը թույլ է տալու մեր այնպիսի քաղաքացիների, որոնք խնդիր ունեն ինքնուրույն այդ գործընթացը անելու, որևէ կերպ չզրկվեն իրենց կենսաթոշակը ստանալու իրավունքից, նախատեսում ենք սուրանդակային առաքման եղանակը կամ սուրանդակային ծառայության կամ բանկի աշխատակիցների միջոցով, ինչպես նաև միասնական սոցիալական ծառայության աշխատակցի ներկայությամբ առաքման փաստը հաստատելու մեխանիզմ, որովհետև կան քաղաքացիներ, որոնք որ այդ գործընթացում նույնպես չեն կարողանում ամբողջությամբ ներգրաված լինել, ամեն ինչը նկարագրված է, կան որոշակի էլի կարգավորումներ, որոնք թույլ են տալիս լիազորագրի հիման վրա կենսաթոշակ ստացող քաղաքացիներին շարունակել կենսաթոշակ ստանալ, որպեսզի, ինչպես նշեցի, իրոք որևէ մեկը զրկված չլինի ապրիլի 1-ին իրենց կենսաթոշակը ստանալու իրավունքից ու առիթը օգտագործելով ուզում եմ ասել, մենք այնուամենայնիվ ամեն օր ինքնակամ փոփոխությունների վճարման եղանակի փոփոխությունների գործընթացը շարունակում ենք եւ այսօր առավոտյան դրությամբ 15000 քաղաքացի է մնացել, որ դեռևս չի տեղափոխվել անկանխիկի եւ ուզում եմ հիշեցնել, որ երբ որ մենք խոսում էինք այս գործընթացի սկզբի մասին, դեկտեմբերի մասին էր խոսքը, ունենք 50000 քաղաքացի, այսինքն այս 2-3 ամիսների ընթացքում մնացածը ինքնուրույն մեր միասնական սոցիալական ծառայության աջակցությամբ իհարկե կամ արկա ձևով դիմում գրելով կամ on-line ձևով դիմում գրելով արդեն իսկ տեղափոխվել են եւ մենք խնդիր ունենք դա անել հնարավորինս շատ, որովհետեւ մարտի 5-ից դա արվելու է ավտոմատ բաշխվելու են մնացած քաղաքացիները այն բանկերի միջև, որոնք համաձայնվել են մասնակցել այս գործընթացում եւ 5-ից ապրիլի 1 ժամանակահատվածը հատուկ վերցրել են հնարավորինս լայն, որպեսզի առաքումները տեղի ունենան եւ որևէ խոչընդոտ, եթե նույնիսկ տեղի ունենա այդ առաքման փուլում, հնարավորություն ունենք եւս մեկ անգամ առաքելու եւ գործընթացը ըստ էության ավարտին հասցնելու ապրիլի 1-ով ու գիտեք, որ մեր մոտ կենսաթոշակները վճարվում են նախապես այդ ամսվա համար եւ փաստորեն այս քաղաքացիները նաեւ անկանխիկ եղանակով միանգամից կստանան այդ նոր չափով կենսաթոշակները։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար